Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք նոր աշխատանքային օր, հոկտեմբերի 1-ի առավոտը հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս եւ շնորհավոր ենք նոր ամսվա սկիզբը, հուսանք, որ հոկտեմբերը ձեզ կբերի միայն նոր նպատակներ եւ թե աշխատանքային թե անձնական կյանքում հաջողություններ։ Այսօր եթերում ձեզ համար աշխատելու են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը։ Ձեզ ներկայացնելու ենք այն կարևոր տեղեկատվությունը, որ վստահաբար անհրաժեշտ է լինելու առավոտյան տանից դուրս գալուց առաջ, եւ ի վերջո առաջարկում ենք սուրճի առաջին բաժակը խմել միասին, արթնանալ եւ օրը սկսել դրական լիցքերով։ Մեզ կարող եք ոչ միայն ունկնդրել, այլև տեսնել երկու հարթակներում լայվը գործարկված է armradio.am մեր կայքում կարող եք սեղմել, դիտել եթերը կոճակը ու հետևել մեզ նաև տեսապատկերով, վիզուալ եւ իհարկե նաև Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո լայվը եւս գործարկված է, երկու դաշտերում էլ ունենք մեկնաբանությունների հատված։ Այո, մի մոռացեք մեզ նաև մեկնաբանություններ գրել, որովհետև մենք դրանք ոչ միայն մեծ սիրով ինքներս ենք կարդում, այլև եթերում նույնպես ընթերցում ենք եւ առհասարակ, որպեսզի եթերը ել ավելի ինտերակտիվ լինի, մեզ հետ եղեք կապի մեջ, կարող եք մեզ նաև զանգահարել եւ ավանդական տարբերակով զրուցել մեզ հետ։ Այսօր ինչ որ չափով մենք կարող ենք ասել տոնական օր է, որովհետև սուրճի միջազգային օրն է, իսկ մեր հաղորդումը պատտվում է սուրճի շուրջ, սուրճի բույր է ամեն առավոտ տարածվում մեր տաղավարում, այնպես որ դուք էլ պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը եւ միացեք մեր զրույցին։ Այսօր թեյի սիրահարները թող բացառություն անեն ու սուրճ խմեն։ Համաձայն եմ։ You are the one for me, for me, for me, formidable. You are my love, very, 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 véritable. Et je voudrais pouvoir un jour enfin te le dire, te l'écrire dans la langue de Shakespeare, my Daisy, 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 désirable. Je suis malheureux d'avoir si peu de mots à t'offrir en cadeau. Darling, I love you, darling, I want you. Et puis c'est à peu près tout. You are the one for me, for me, for me, formidable. You are the one for me, for me, for me, formidable. But how can you see me, see me, see me, see me minable? Je ferais mieux d'aller choisir mon vocabulaire pour te plaire dans la langue de Molière. Toi, tes eyes, ton nose, tes lips adorables. Tu n'as pas compris, tant pis, ne t'en fais pas et viens-t'en dans mes bras. Darling, I love you, darling, I want you. Et puis le reste on s'en fout. You are the one for me, for me, for me, formidable. Je me demande même pourquoi je t'aime, toi qui te moques de moi et de tout, avec ton air canaille, canaille, canaille. How can I love you? Ազնավուրյան գեղեցիկ հնչյուններով սկսեցինք այս առավոտը, իրականում հոկտեմբերի 1-ը մեզ համար նաև ցավալի օր է, 7 տարի առաջ այսօրը հրաժեշտ տվեցինք աշխարհահռչակ շանսոնիային, բայց նրա երգերը անդադար հնչում են եւ ոչ միայն Հայաստանում ու Ֆրանսիայում, այլև աշխարհի բոլոր կետերում։ Այո, իսկապես երջանիկ ենք, որ Շարլ Ազնավուրին ենք ունեցել եւ վստահաբար նա այն անուններից է, որոնք մնալու են պատմության էջերում, մեզնից հետո նույնպես։ Ես այն երջանիկներից եմ, Սևա, գիտեմ, որ հասցրել եմ տեսնել նրան։
Ես էլ եղել եմ նրա ամենահամերգին Երևանում, հրաշալի։ իսկապես դա անմոռանալի օրեր, անմոռանալի պահ եւ ամենահաճելի պահերից է, երբ ճամփորդում ես եւ աշխարհի ինչ որ մի կետում, երբ իմանում են, որ հայ ես, որպես այցեքարտ նշում են, Շարլ Ազնավուր։ Այո, իսկապես եւ հրաշալի է, որ ունեցել ենք նման անուն եւ վստահաբար նշացիրված է եղել նաեւ իր կյանքի ընթացքում։ Այո։ Այո, այնպես որ միշտ դրական հույզերով է պետք հիշել նրան։ Եթերի ընթացքում դեռ այսօր Ազնավուր կընկնդրենք, բայց հիմա գանք օրվա կարևոր տեղեկատվությանը, որը ներկայացնում ենք սովորաբար այս հատվածում եթերաժամի եւ սկսենք եղանակի տեսությունից, տեսնենք ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում։ Ասենք, որ հանրապետության տարածքում այսօր վաղը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ, արդեն աշնանային տրամադրություն է ամբողջությամբ, քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր ու վաղը կնվազի 5-ից 8 նիշով, իսկ հոկտեմբերի 3-ից 5-ը դեռ կբարձրանա։ Մայրաքաղաքում այսօր եւս սպասվում է անձրև, անձրևանոցի մասին մի մոռացեք, առավելագույնը այսօր կլինի 24 աստիճան, երեկոյան 20, իսկ գիշերը 13 աստիճան տաքություն։ Եվ այս պահին մեր մայրաքաղաքում 15 աստիճան է, մի փոքր անբամած, բայց շատ մռայլ եղանակ չէ։ Իրականում բավական հաճելի եղանակ էր, երեք ես նույնիսկ հասցրել եմ շոքել, բավական շոկ էր եւ պիջակս նույնիսկ թողել էի աշխատավայրում ռադիոյում, ավտոճանապարհների մասով փոփոխություններ չկան, Հայաստանի Հանրապետության տարածքում բարեբախտաբար դրանք հիմնականում անցանելի են, միայն Կորեայի ձորը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, Լարսը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գանք մեր մայրաքաղաք, քարտեզը թարմացնենք, տեսնենք խցանումային պատկերն ինչպիսին է այս ժամին, 6 է մայրաքաղաքում խցանումային նիշը, այս ժամերին սովորաբար 7 է լինում, 1 նիշ ցածր է, սա նշանակում է փոքր-ինչ թեթև է երթևեկությունը, ողջունում ենք այն մարդկանց, ովքեր մեզ լսում են ավտոմեքենաների մեջ, հասարակական տրանսպորտում, ուրախ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ մեզ հետ եք գնում աշխատանքի, դասի, ինչ որ միտեղ կարևոր հանդիպման, եթե բուժհաստատություն եք գնում, առավել եւս ձեզ այսօր առողջություն ենք մաղթում։ Այո, իդեպ բավական զարմանալի է, որ այսօր համեմատաբար թեկուզ ընդամենը 1 աստիճանով, բայց ավելի թեթև է երթևեկությունը, որովհետև սովորաբար անձրևոտ եղանակների հակառակն է լինում, բայց այսօր ես նույնպես զարմացա, որ համեմատաբար թեթև հասա աշխատանքի։ Բայց հենց 1-2 կաթիլ երկնքից թափվում է, մայրաքաղաքում ամեն ինչ խառնվում է իրար։ Այո, իսկապես, ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 382 դրամի եւ 52 լումայի, եվրոն 449.38, ռուսական ռուբլին 4 եւ 6 է, 140 դրամի եւ 57 լումայի է համարժեք վրացական լարին, իսկ բրիտանական ֆունտ ստերլինգը 514 դրամ եւ 0.3 լումա։ Մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեի օրինակով նաեւ դիրհամի մասին տեղեկացնեմ, քանի որ մեր հայրենի փաստորեն շատ են հետաքրքրվում նաև այս մասով 104 դրամ եւ 14 լումայի է համարժեք։ Վերադառնանք օրվա խորհրդին, այսօր հոկտեմբերի 1-ն է, աշնան 2-րդ ամիսն է մեկնարկում եւ այն մեկնարկում է սուրճի բույրով, որովհետեւ սա աշխարհում համարվում է սուրճի միջազգային օր, թեև մեր եթերում մենք սուրճից խոսում ենք ամեն օր։ Այո, իրականում Սևակ հետաքրքիր է, որ ասացիր, որ խորհուրդ ես տալի, որպեսզի թե երկրպագուները նույնպես այսօր փոփոխություն անեն, բացառություն անեն եւ սուրճ խմեն։ Իրականում թեյը նույնպես կոֆեին պարունակում է եւ այն մարդիկ, որոնք խուսափում են սուրճից կոֆեինից հրաժարվելու համար, իրականում սուրճում նույնպես այն ներողություն, թեյում նույնպես այն առկա է։ Այսօրվա երկացանկում նաեւ սուրճի մասին երգեր են, իսկ օրվա ընթացքում հետաքրքիր փաստեր ու հետաքրքիր նորություններ կներկայացնենք այս ըմպելիքի մասին։ Արտնացավ գնաց կաղակը, արտնացավ ու սկսեց իր աշխատանքը, մեկը սերով չի սիրում, մյուսը առանց էր սուրճ, բաժակիտ մեջ կասեր մի մարդ կասեր կեզ լուրջ, տատար բաժակ
ինչպես են սուրճ պատրաստում շուտի մանաստում Սուրճը դարձել է առավոտյան մուրճը Սուրճը խմելը շատ լավ գործ է Սուրճը դարձել է առավոտյան մուրճը Սուրճը խմելը շատ լավ գործ է The station with the best music. I love the music. Best music. Ինանց 42 վերադառնում ենք ուղիղ եթեր սուրճին նվիրված երգով եւ սուրճին նվիրված եթերով, որովհետեւ ովքեր նոր են մեզ միացել, աշնան երկրորդ ամսվա առաջին օրը համարվում է սուրճի միջազգային օր։ Ինչի արդիվ շատ ուրախ ենք, գիտեմ Սևակ, որն է քո ամենասիրելի սուրճը։ Դե հայկական, ավանդական սև դառը, մյուսների մեջ էլ ունեմ ամերիկանո, ըստ եթե շատ եմ ուզում թարմություն, կապուչինո, թեև շատ զարմանալի է օտարազգիների համար, երբ հայերս ցանկացած ժամի կապուչինո են խմում։ Իսկապես, այո, իտալացիների համար կապուչինոն դա, այո, 12-ից առաջ չի կարելի, դա առավոտյան, դե գիտենք, որ իրականում հատկապես էսպրեսոն եւ սուրճը, այո, եւ կապուչինոն հենց իտալական, այսպես ասած, տեսակներ են սուրճից եւ էսպրեսոյի հիմքով ստեղծվածները, նախ ասեմ, որ վերջերս եմ պարզել, որ իրականում շատերը չգիտեն, որ այն բոլոր սուրճի մեծ մասը, որոնք մենք խմում ենք կապուչինո, ամերիկանո, լատե, flat white, հենց դրանք բոլորը իրականում նույն սուրճն են, պարզապես կաթի սուրճի եւ ջրի տարբեր չափաբաժիններով։ Այսինքն կապուչինոն դա ավելի շատ կաթ է, ամերիկանոն ավելի շատ ջուր է, այո, էսպրեսոյի հետ։ Մի խոսքով դրանք բոլորը իրականում էսպրեսոյի հիմքով սուրճեր են, բայց այո, ինչպես նշեցինք, իտալացիները ամերիկանոն ներողություն եմ խնդրում, կապուչինոն խմում են միայն առավոտյան, դա համարվում է նախաճաշի սուրճ, իսկ այ էսպրեսոն խմելիս նրանք չունեն սովորություն սրճանում նստելու եւ զրուցելու դրա շուրջ։ Պարզապես արագ խմում են եւ անցնում առաջ, այո։ Շատ քիչ է պարունակությունը, հեղուկի ավելի շատ խիտ սուրճ է, ընդհանրապես դրսում երբեմն լինում է, որ ինչ որ սրճարան ասում է այս ժամից հետո այլևս սուրճ չենք տալիս, իսկ Հայաստանում երանություն է ցանկացած ժամի խորովածի հետ անգամ մենք կպատվիրենք սուրճ։ Իսկապես այդ արտասահմանցի մեր ընկերների զարմանքը իսկապես այդպես է, որովհետեւ երբ որոշ ժամանակ նահանգներում էի իմ գոլեգաները այնտեղ շատ զարմանում էին, երբ ես երեկոյան սուրճ էի խմում եւ նույնիսկ երբ ինձ հյուր էին գալիս երեկոյան, երբ առաջարկում էին ինչ կուզեք սուրճ թե, նախ նրանք ապշում էին իմ առաջարկից, հետո ասում էին դու ունես դեկաֆ թե, այսինքն թե, որը չի պարունակում կոֆեին, ես արդեն պահում էի տանը եւ դա էի նրանց առաջարկում եւ նույնիսկ այն բանից հետո երբ վերադարձա եւ երեկոյան սթորիներ էի անում իմ սուրճը երեկոյան սրճարանից, նրանք պատասխանում էին իմ ինստագրամյան սթորիներին, ասելով որ մենք չենք հասկանում դու ինչպես ես գիշերը քնում եւ ես էլ բացատրում էի որ ես կարող եմ քնելուց առաջ էլ սիրտը սուրճ ուզի խմեմ եւ պարկեմ։ Բայց իհարկե ասենք որ չարաշահումը կոֆեինի վտանգավոր է, միգուցե դա չի ազդում ձեր քնելու ռեժիմի վրա, բայց օրգանիզմի առողջության վրա կարող է վատ ազդել,
որովհետև կա սահմանված քանակ, որը պետք չէ գերազանցել օրվա ընթացքում, թեև այո, հայերս շատ ենք սիրում սուրճ եւ ցանկացած հարմար պահի աշխատավայրում, տանը երբ կա ազատ շնչելու ժամանակ, մեջտեղ է գալիս սուրճը։ Այո, իրականում իսկապես վստահաբար լսել եք, որ քիչ չափաբաժնով սուրճը նույնիսկ օգտակար է, ասում են նույնիսկ կարող է կյանքը երկարացնել, որոշ հիվանդությունների վտանգն է նվազեցնում, այդ թվում սրտի որոշ հիվանդություններ, նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակների հիվանդություններ, կան ուսումնասիրություններ, որոնք պնդում են, որ սուրճը, այսպես ասած, ավելի քչացնում է, նվազեցնում է, բայց իրականում հայերի սերը սուրճի նկատմամբ պատահական չէ, հայերը շատ լուրջ դեր են ունեցել սուրճը Եվրոպայում տարածելու հարցում, այո, էլի մենք, չեմ ասի, որ առաջինն ենք եղել, որ բերել ենք սուրճը Եվրոպա, չնայած նման կարծիք նույնպես կա, բայց երբ ընտրում ես համացանցում, հասկանում ես, որ դա վիճելի է, շատերն էլ այլ աղբյուրներ են, այո, տարբեր վարկածներ են, բայց որ մենք այսպես ասած առաջամարտիկներից ենք եղել սուրճի Եվրոպայում, դա փաստ է, օրինակ Վիեննայում առաջին այսպես ասած սրճարանը, երբ դեռ այդ տերմինը գոյություն չուներ, բացել է հայազգի Հովհաննես Աստվածատուրյանը, այո, կամ Հովհաննես Դիոդատոն, որը հենց այդ կերպեր, եթե չեմ սխալվում, սրճարանը կոչվել է դեռևս 1685 թվականին, նա արդեն լիցենզիա է ստացել Վիեննայում սուրճ վաճառելու եւ այդ սուրճի փոքրիկ կետը մինչ օրս հնարավոր է տեսնել կարծեմ Վիեննայում, եթե այցելում եք այդ տարածքը դեռ կա եւ կարելի ասել, որ նա առաջին սրճարանի հիմնադիրն է եղել Վիեննայում, Փարիզում նույնպես առաջամարտիկներից մեկը եղել է հայազգի 1672 թվականին Պասկալ անունով մի հայ բացել է առաջին, այսպես ասած, կրպակը, հա, սուրճի, այնպես որ այո, իսկապես պատահական չէ, որ մենք այսքան սիրում ենք սուրճ, շատերը մեզ պարտական են սուրճի համար Եվրոպայի տարբեր կետերում։ Իմացեք։ Իդեպ դուք էլ կարող եք այսօր մեկնաբանություններում գրել, ինչ տեսակ սուրճ եք նախընտրում եւ դառը քաղցր, որովհետեւ այս դեպքում էլ սուրճի բաղադրությունն ու համը ամբողջովին փոխվում է, շատերը այնքան քաղցր են ավելացնում սուրճին, որ դա կարելի է արդեն սուրճ չհամարել, բայց իսկական սրճասերները, ինչպես նաև թեյի սիրահարները, պնդում են, որ առանց շաքարի պետք է օգտագործել։ Այո, ես համաձայն եմ եւ ճիշտ է նաև այն կարծիքը, որ երբ գետ մեկ անգամ խմում ես սուրճը առանց շաքար, հետո արդեն դժվարանում ես անցնել շաքարով սուրճին, թեյի դեպքում դա նույնպես այդպես է։ Իդեպ կոֆեինի մասին խոսելիս այսօր պարզեցի, որ նույնիսկ երբ մենք դեկաֆ իբրև թե առանց կոֆեինի սուրճ ենք պատվիրում, միևնույն է որոշ քանակությամբ կոֆեին այն պարունակում է, բայց քանի որ խոսում էինք սուրճի առհասարակ Եվրոպայում ճակերտներում ասած հայտնաբերումից, երևի պատմենք այն լեգենդը, թե ինչպես է առհասարակ առաջացել, այո։ Առաջացել, սա հովիվների հետ կապ ուներ, չէ՞, պատմությունը։ Եթովպիայում, ինչպես գիտեք, դե սուրճի հայրենիքը համարվում է Եթովպիան, ասում են, որ Կալդին անունով մի այծապահ պատահաբար նկատում է, որ այծերը մի տեսակ շատ ուրախ են, շատ ակտիվ են, էներգիայով են եւ վազվզում են աջ ու ձախ, նա մոտենում է եւ հասկանում է, որ սուրճի հատիկներ են կերել այծերը եւ դե փորձում են, այսպես ասած, որևէ ձև կիրառել, որպեսզի այդ տպավորությունները մարդիկ նույնպես ստանան, ասում են, որ ամենասկզբում տարբեր ձևեր էին փորձում, նախ փորձել են ուտել այդ հատիկները, բնականաբար չի ստացվել, քանի որ շատ դառն է, հետո դե աղալ, մի խոսքով արդյունքում ծեծել եւ արդյունքում հասկացել են, որ հեղուկ տարբերակով է հնարավոր։ Պետք է աղալ, այո, եւ հեղուկ տարբերակով խմել եւ այդպես սուրճը հայտնվել է մեր կյանքում։ Շնորհակալություն այծերին։ Այո, շատ սրճարաններ ու սուրճ արտադրողներ կան, որոնք հենց Կալդի անունն են կրում, հաշվի առնելով այս պատմության գլխավոր մեղավորին, այծապահին, ահա այսպես սուրճը դարձավ մեր առօրյա կյանքի մաս եւ ներխուժեց նաեւ երկարվեստ, աշխարհում տարբեր երգեր կան սուրճի մասին, իսկ վերջին հիթայինը հենց Եվրատեսիլյան բեմում հնչեց, թեև այս երգը չհաղթեց, բայց կարծում եմ հաղթող երգից ավելի տարածված է։ Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato.
Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee, very importante. No time to talk, scusi. My days are very busy, and I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stresso, no need to be depresso. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato corneo. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandioso. Mi money numeroso. I work around the clock. That's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti. It's hard until you make it. No stresso. It's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato. Espresso macchiato. Սուրճ բուրսեր առավոտից։ Այս տոնական օրով կարծես թե առանց սուրճի ենք մնալու, երբ օգտագործեցինք դադարը սուրճ պատրաստելու համար, շնորհակալ ենք մեր գործընկերոջը Լուսինեին եւ շարունակում ենք խոսել սուրճի մասին եւ սուրճի մասին փաստերը շատ են, վեգան մի փոքր անդրադարձավ նախապատմությանը, ինչպես է այն ընդհանրապես ի հայտ եկել, ինչպես է հասել Եվրոպա եւ շարունակենք թեման, երկրորդ ամենաշատ սպառվող ըմպելիքն է համարվում սուրճը աշխարհում, դե բնականաբար ջրից հետո։ Իդեպ վաճառքի առումով նույնպես է, համարվում է, այսինքն եթե խոսում ենք արտահանման, ներմուծման, այս փոխանակման մասին, նավթից հետո էլ սուրճը ամենաշատ, այսպես ասած, վաճառքներ ունեցող երկրների միջև, միջազգային վաճառքներ ունեցող նաև պրոդուկտն է համարվում։ Այո, օրական աշխարհում խմում են 1.6-ից 2 միլիարդ բաժակ սուրճ եւ ես վստահ եմ, որ այս վիճակագրության մեջ մեծ դեր ունեն հայերը։ Այո, իրականում վստահաբար մեծ դեր ունեն։ Ամենաշատը պարզվում է սպառում են ֆինները, Ֆինլանդիան ամենաշատն է խմում, միջինում յուրաքանչյուր մարդ Ֆինլանդիայում, յուրաքանչյուր ֆին օրական խմում է մոտ 4 բաժակ սուրճ։ Չէ, կարծում եմ մի բան սխալ են հաշվել սևակ, որովհետեւ չտպավորեց ինձ այդ 4 բաժակը։ Գանք Բրազիլիա, բրազիլական սուրճը հատկապես այն բրազիլական սերիալների ժամանակ շատ հայտնի էր։ Բրազիլիան համարվում է սուրճի գլխավոր արտադրողներից, արտադրվող սուրճի 36% աշխարհում բաժին է հասնում հենց այս երկրին։ Օհո, շատ հետաքրքիր էր այդ փաստը, ես նույնպես չէի լսել։ Աշխարհի ամենաթանկ սուրճը իդեպ բավական տարօրինակ կերպ է ստացվում, այն կոպի լուվակ է կոչվում եւ ստացվում է այն հատիկներից, որոնք անցնում են կատվազգի մի կենթանու մարսողական համակարգով, այսինքն, այո, լսել եմ, փորձել եմ մոռանալ։ Նա ծամում է, հետո դուրս է գալիս եւ դրանից արդյունքում ստանում են այն սուրճը, որը ասում են հրաշալի է եւ կիլոգրամը կարող է արժանալ հազարավոր դոլարներ, այնպես որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում ոչ բոլորն են, որ կարող են փորձել այս տարօրինակ ձևով ստացվող սուրճը։ Վայ, շատ գովեցինք հայերին սուրճ խմելու տեսանկյունից, բայց ասենք, որ աշխարհում ամենաշատ սուրճ սպառող երկրներից մեկն էլ համարվում է Միացյալ Նահանգները, քեզ մոտ տվյալ էր ֆինների մասին, բայց դե պարզ է Միացյալ Նահանգներում էլ շատ են սուրճ սպառում, իդեպ մի հետաքրքիր փաստ, սուրճի 65%-ը այս վիճակագրության մեջ ըմբում են հենց նախաճ
հաճաշելիս։ Ահա էլի վիճակագրություն, որից մենք դուրս ենք։ Այո։ Մենք խմում ենք, թե օրինակ առավոտյան ժամը 10-ը դեռ չկա, 9:54 եւ ես հասկացա, որ սուրճիս այմ երկրորդ բաժակն է։ Առավոտյան, չէ, ես հասցրել եմ իմ սառը սուրճը ըմպել, հենց աչքերս բացում եմ, մայրիկս միշտ ինձ սառը սուրճ է հյուրասիրում, որը շատ սիրում եմ, հիմա սա արդեն երկրորդ բաժակն է լինելու, իդեպ ասեմ, որ առանց սուրճի փաստորեն չեն կարողանում նույնիսկ տիեզերագնացները, քանի որ պարզել են, որ այնտեղ ամենաշատը տիեզերագնացները կարոտում են, այսպես ասած, սուրճը, NASA-ն ստեղծել է տարբեր ուսումնասիրությունների արդյունքում freeze-dried սուրճը, որը հնարավոր է խմել նաև տիեզերքում հատուկ ձևով պահպանվում է, այնտեղ ինչ որ փոքրիկ գործողությունից հետո դառնում է սուրճ եւ կարողանում են խմել տիեզերագնացները։ Իդեպ վերջերս տեսանյութ էի նայում, reel, որը պատմում էր տիեզերագնացների համար պատրաստվող հացի մասին, հատուկ գործարան էր եւ դե որպեսզի փշուրներ չլինեն, դրանք այսպես շատ փոքր, կարծես տարոսիկներ լինեին հացի, բայց դա հատուկ մեխանիզմ էր, որովհետեւ մեծ հացը չեն կարող կտրատել փշուրներ, այսինքն ինչպես ասում են, մեկ բերան էր լինում։ Եվ շարունակելով սուրճի եւ սրճարանների թեման, Բեգա պարզվում է Իտալիան է այն երկիրը, որն ունի ամենաշատ սրճարանները, մոտ 100,000-ից ավելի։ Օհո, իդեպ ես այս մասին եթերներից մեկում ասել եմ, բայց եւս մեկ անգամ մեր ռադիոլսողների համար, որոնք չեն լսել, հենց իտալացիներն են, դե գիտենք սուրճի տարբեր տեսակների համար պատասխանատու ճակերտներով ասած, բայց ամերիկանո տերմինը նույնպես նրանք են որպես կատակ ստեղծել աշխարհամարտի տարիներին, երբ ամերիկացի զինվորների համար էսպրեսոն չափազանց թունդ էր, նրանք խնդրում էին ջրով բացել, այսինքն ստացվում էր այն ամերիկանոն, որը մենք հիմա գիտենք, եւ իտալացիները ծաղրելով ամերիկացի զինվորների, այսպես ասած, շատ դիմացկուն չլինելը, այդ սուրճին տալիս են ամերիկանո անունը, իբրև թե այդպես թեթև մի սուրճ պատրաստեք, եւ ես այսպես հիշեցի, չգիտեմ, ֆիքսել ես թե չէ, մեր մայրիկներն էլ ունեին վազդուշնի տերմինը, ինչպես ասենք, օդային, եթերային թերևս, սա սուրճի այն տեսակներ, երբ պարզապես ոչ թե եփում է իր սև սուրճը, այլ տաք ջուրը ուղղակի լցնում է իր սուրճի վրա եւ այն այնքան էլ լավ չէր լուծվում։ Իդեպ հենց լուծվող սուրճի մասին էլ ասեմ, այդ instant կոֆեները, հա, սուրճը, վայրկյանական պատրաստվող սուրճը, որ պարզապես տաք ջուր ես ավելացնում, խառնում եւ այն պատրաստ է, սա էլ ճապոնացիներն են հեղինակել 1901 թվականին, այսինքն բավական վաղուց Ճապոնիայում արդեն ստեղծել են այն սուրճը, որը մենք առնում ենք այդպես փոքր տուփիկներով եւ պարզապես ջուր ենք ավելացնում ու ունենում ենք սուրճ։ Սուրճ խմեք, պատրաստեք ձեր սուրճը, այս ընթացքում օգտագործեք դադարը մեր եթերում գովաստ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 58, հանրայինի եթերում շարունակվում է սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը եւ այս րոպեներին մենք տաղավարում ողջունում ենք Ռադիոլուրի մեր գործընկերներին, այսօր մեզ միացել է Մարլենան, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Մարլենա Սևակը գովազդի ընթացքում հարցրեց արդյոք սուրճ խմում եք թե ոչ։ Ես չեմ վստահում այն մարդկանց, որոնք այս հարցին պատասխանում են ոչ։ Հետաքրքիր։ Վստահեք ինձ միանշանակ այո, բայց ասեմ այսօր երկու անգամ չեմ հասցրել սուրճ խմել, որովհետեւ եթերի ընթացքում այսօր դժվար եղավ եւ երկու անգամ սուրճս բաժակով սառել է, հուսամ այս եթերաժամից հետո կարողանամ ցավոտ զգացողություն է, բայց ասեմ, որ քանի որ ես ինքս սառը սուրճ եմ նախընտրում, շատ հաճախ լինում է, որ ինձ դուր է գալիս նույնիսկ այն սուրճը, որը ի սկզբանե պիտի տաք լիներ, այդ սառած վիճակում նույնպես օրական սովորաբար քանի բաժակ սուրճ եք սպառում։ Երկու բաժակ, առավելագույնը 3, բայց աշխատում եմ երկուսը չգերազանցել։ Ուղղակի ինձ մոտ դա
մի գավաթ սուրճ չէ, այլ մի բաժակ։ Սուրճ է։ Մեծ թեյի բաժակ։ Այսինքն կարելի ասել, որ 3-ը, եթե այսպես գումարային հաշվենք։ Դա սև հայկական ավանդական դառը սուրճն է։ Այո։ Կան այլ տեսակներ, որոնք նախընտրում եք միայն թիթուզությունների համար։ Ամռան տապին միայն վեգայի հետ համամիտ են պետք է խմել սառը սուրճ։ Այո, մանավանդ որ տարատեսակ ընտրություններ կան, այսօր ինչ ասես դուրս է գալիս, այդ նույն դեկաֆը տարիներ առաջ զարմանալի էր, չէ՞ որ հայտնվեց սուրճ, որը կոֆեին չի պարունակում։ Դե սուրճի ընդմիջումը արեցինք, հիմա արդեն ժամանակն է ծանոթանալու վերջին ժամի դառնորություններին, որոնք կներկայացնի Մարլենը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վարշավայում հանդիպել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու արկա մեխանիզմները։ Միրզոյանը եւ Սիկորսկին մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակում ընթացիկ գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը առնչվող հարցերի շուրջ։ Աբու Դաբիում անցկացվող համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի եւ համաժողովի շրջանակում տարածքային կառավարմանի եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ-Մազրուեի հետ, հայտնում են նախարարությունից։ Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար փորձը։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը, որով վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Հարությունյանի եւ նրա պաշտպան Ապրեսյանի Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունել է, մերժել է։ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բունեությունը։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին, ասված է խորհրդի նիստի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում։ Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Խորհուրդը ընդգծել է մեջբերում Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարեւորությունը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո հիշեցնենք Երևան էր այցելել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլիչը։ Միաժամանակ բանակցություններից հետո թուրքական կողմը ընդգծել էր, որ հարաբերությունները կկարգավորվեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Անկարան ակնկալում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին։ Քննարկումներից հետո հայտարարվել էր նաև, որ կողմերը համաձայնել են կատարել անհրաժեշտ աշխատանք 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ սկսելու համար։ Եվ երեք Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան։
Միացյալ Նահանգների Դաշնային կառավարությունը չորեքշաբթի կեսգիշերին ֆինանսավորման պակասի պատճառով մասամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի օրինագծի շուրջ։ Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատը մերժել է երկու կուսակցությունների առաջարկած երկու օրինագծերը, այսպես կոչված շաթդաունից խուսափելու համար հանրապետականների առաջարկած օրինագիծը, որը ընդունվել էր ներկայացուցիչների պալատում, սենատում ստացել է 55 ձայն, 45-ը դեմ է եղել։ Դեմոկրատների օրինագիծը ստացել է 47 կողմ եւ 53 դեմ ձայն։ Վերին պալատում հաստատման համար անհրաժեշտ էր առնվազն 60 ձայն։ Դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի հարցում եւ միմյանց մեղադրում են քաղաքական նպատակներով շաթդաուն հրահրելու փորձերի մեջ։ 1977 թվականից ի վեր Դաշնային կառավարության ֆինանսավորումը խափանվել է ավելի քան 20 անգամ։ Իդեպ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը նահանգների բյուջեի չհաստատմամբ պայմանավորված Facebook-ի իր էջում նոր հրապարակումներ չի անի, կլինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության եւ ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները, այսօր հայտնել է դեսպանատունը։ Չհաստատված բյուջեի պայմաններում Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգների դեսպանություններում եւ հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա, նշել է դեսպանատունը։ Այս եթերաժամի համար օրվա լրահոսից նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը կհետևի իրադարձությունների զարգացմանը ու թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը, մնացեք հանրայինի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ Vers les docks où le poids et l'ennui me courbent le dos. Ils arrivent le ventre alourdi de fruits, les bateaux. Ils viennent du bout du monde apportant avec eux des idées vagabondes, reflets de ciel bleu, de mirages, traînant un parfum poivré de pays inconnus et d'éternels étés où l'on vit presque nu sur les plages. Moi qui n'ai connu toute ma vie que le ciel du Nord, j'aimerais débarbouiller ce gris environ de bord. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Dans les bars à la tombée du jour avec les marins, quand on parle de filles et d'amour, un verre à la main, je perds la notion des choses et soudain ma pensée m'enlève et me dépose un merveilleux été sur la grève, où je vois tant dans les bras l'amour qui comme un fou court au devant de moi et je me pends au cou de mon rêve. Quand les bars ferment, que les marins rejoignent leur bord, moi je rêve encore jusqu'au matin, debout sur le port. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère serait moins pénible au soleil. Un beau jour sur un rafio craquant, de la coque au pont. Pour partir, je travaillerai dans la soute à charbon, prenant la route qui mène à mes rêves d'enfant sur des îles lointaines où rien n'est important que de vivre, où les filles alanguies vous ravissent le cœur en tressant ma tondie de ces colliers de fleurs qui enivrent. Je fuirai laissant là mon passé sans aucun remords, sans bagage et le cœur libéré, en chantant très fort. Emmenez-moi au bout de la terre, emmenez-moi au pays des merveilles. Il me semble que la misère
me semble que la misère serait moins pénible au soleil. La 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 di la 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 di la la di la 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 di la la di la la di la tout à charbon. Prenons la route qui mène à mes rêves d'enfant sur des îles lointaines où rien n'est important. Սուրճ առավոտից։ Տասնանցեինը շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, այսօր հոկտեմբերի 1-ն է, օրը չորեքշաբթի, եւ մենք խոսում ենք սուրճի մասին, որովհետեւ օրացույցում սա շատ կարեւոր օր է, նշվում է սուրճի միջազգային օրը։ Այո, մենք ինչպես արդեն նշեցինք, ես սուրճի իմ երկրորդ բաժակն եմ վայելում, ձեզ նույնպես առաջարկում ենք առավոտյան սուրճը խմել մեզ հետ, մի մոռացեք մեզ հետ նաեւ կապի լինել, կարող եք մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան էջին, մեր կայքում armradio.am, երկու հարթակում էլ ունենք live, կարող եք գրել թե որն է ձեր ամենասիրելի սուրճը, եթե չեմ սխալվում Facebook-յան հարթակում արդեն ունենք մեկնաբանություն, այո, Էդիկ Բաբուջյանը բարի բոլորիս գրել է եւ սուրճի բաժակով էմոջի է ուղարկել, իսկ Մարիա Վիոլետան գրել է բարի լույս, թող հոկտեմբերը բոլորիս բերի հաջողություններ, լավ տրամադրություն եւ գեղեցիկ պահեր։ Համաձայն եմ եւ նաեւ լավ եղանակ, թող շատ ցուրտ չլինի, այսպես իդեալական միջին սառնության զով եղանակ, այո, հաճելի աշուն եմ մաղթում բոլորիս։ Այս պահին իդեպ մայրաքաղաքում 16 աստիճան է, մասամբ ամպոտ եղանակ է, ամպամած, բայց արև կա։ Սևակ խոսում ենք տարբեր երկրներում սուրճի սպառման մասին, որ ամենաշատը խմում են Ֆինլանդիայում, շատ են սպառնում նաև ամերիկացիները, դե մենք նույնպես իդեպ յետխորհրդային երկիրները նույնպես top 10-ում են, եթե չեմ սխալվում, բնականաբար այդ թվում Հայաստանը, բայց ինչ ես կարծում, որքան սուրճ են մարդիկ սպառում օրական, ընդհանուր առմամբ, միջինում, ըստ քեզ։ Մեկ մարդը թե ամբողջ աշխարհում։ Չէ, ամբողջ աշխարհում օրական որքան քանի բաժակ սուրճ է ըստ քեզ սպառվում։ Միլիարդի է հասնում։ Այո, օրական աշխարհում շուրջ 2.25 միլիարդ բաժակ սուրճ է սպառվում, պատկերացնում ես։ Ահա, իդեպ գովազդային տեսանկյունից սուրճը եւս ամենագովազդվող ապրանքանիշներից է, հայտնի գազավորված ըմպելիքի հետ միասին այն համարվում է top գովազդային ապրանքանիշերից մեկը։ Օհո, շատ հետաքրքիր է։ Կարծում եմ հասկացաք, որ մեկի մասին է խոսքը։ Վերջին շրջանում սուրճի դեմ, այսպես ասած, պայքար սկսած ըմպելիքը, որը կարծես թե փոխում է, այո, չէ, մաչան, չէ, էներգետիկներն են դրանք փաստորեն, այո, եթե նախկինում մարդիկ ավելի շատ սուրճ էին խմում, որ արթուն մնան, թարմանան, հիմա կան մարդիկ, որոնք էներգետիկ ըմպելիքներ են նախընտրում, բայց փաստ, հետաքրքիր փաստ միջին էներգետիկ ըմպելիքում կամ նույնիսկ ավելի քիչ կոֆեին կա, քան սուրճում, այնպես որ ես խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում մնալ սուրճին, որովհետև էներգետիկ ըմպելիքների բաղադրությունը բազմիցս ապացուցվել է, որ շատ ավելի վիճելի է։ Իդեպ մեր շատ սիրելի գործընկեր Լիաննա Եղիազարյանը այս ընթացքում հասցրել է մեզ ողջունել եւ նա ասում է, որ իր ամենասիրելի սուրճը ուրիշի դրածն է, ես միանում եմ։ Շատ լավ տարբերակ է։ Մեր գործընկերոջը համաձայն եմ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր գործընկեր Լուսինեին, որն այսօր ապահովեց մեր շատ համեղ սուրճը առավոտ կանող։ Նման մի հումոր էլ կա, չէ՞, ասում է, երբ քո համար վճարում են ուտելիք հյուրասիրված է, դա կալորիաներ չի պարունակում, երբ դու չես վճարել։ Համաձայն եմ։ Իդեպ խոսում էիր էներգետիկների եւ կոֆեինի մասին, ասենք, որ կոֆեինը ըստ գիտական հետազոտությունների արագացնում է նյութափոխանակությունը 3-ից 11%-ով եւ իհարկե շատ ինդիվիդուալ է մարդկանց վրա այն ինչպես է ազդում, կան մարդիկ, օրինակ, եթե հիմա այս ժամին էլ սուրճ խմեն, կասեն, որ գիշերը չկարողացանք քնել, եւ կան մեր նման մարդիկ, որ կարող են քնելուց առաջ անգամ խմել եւ հանգիստ քնել, այնպես որ պետք չէ մեկը մյուսին մեղադրել, սրանք օրգանիզմների տարբերության մասին են պարզապես խոսում։ Իդեպ միջինում մարդու օրգանիզմում կոֆեինը մնում է 6 ժամ, շուրջ 6 ժամ սուրճը խմելուց հետո կոֆեինը դեռ մեզ հետ է եւ ապրում է մեր օրգանիզմում։ Մի հետաքրքիր փաստ էլ, որը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ, ասում է, եթե կարողանանք պահել գոռալու էներգիան 8 տարի 7 ամիս 6 օր, ապա դա կլինի այն էներգիան, որն անհրաժեշտ է 1 բաժակ սուրճ տաքացնելու համար։ Օհո։
Կարծում եմ մեզ դա չի սպառնում, հայերս չեն կարող չգոռալ։ Չեն կարողանալ չգոռալ։ Իդեպ, ինչպես նշեցինք, սուրճի մասին փաստերը, ուսումնասիրությունները վիճելի են, շատերը պնդում են, որ անհրաժեշտ ճիշտ քանակությամբ, ելքին մոտ քանակությամբ նույնիսկ օգտակար է, բայց եղել են ժամանակաշրջաններ, երբ սուրճը արգելում էին, այդ ազդեցությունը թարմացնող շատերի համար, այսպես ասած, վախենալու էր, վտանգավոր էր։ Սկզբում սուրճը Եվրոպայում նույնիսկ կոչում էին, այսպես ասած, սատանայի ըմպելիք, մինչև որ Իտալիայում պապը ճակերտներում ասած օժնեց այն եւ թույլ տվեց եւ հասկացրեց, որ այդտեղ որևէ այդքան վախենալու բան չկա, բայց իրականում կար ժամանակ, երբ նույնիսկ արգելում էին սուրճը 16-րդ դարում, օրինակ Մեքքայում, հետո նաեւ ինչպես արդեն նշեցի Եվրոպայում արգելել էին պարզապես սուրճի կիրառումը, որոշ ժամանակով բարեբախտաբար դա կարճ չտևեց, որովհետեւ ես չէի ների մեր նախնիներին, եթե սուրճը մեզ չհասներ սիրելի սևակ։ Եթե ամփոփենք այս հատվածը, ապա կարող ենք նշել, որ իսկապես սուրճը ոչ միայն ըմպելիք է, այլև մշակույթի կենսակերպի մի մաս եւ սուրճի սեղանը առանձնանում է եւ ջերմություն է աղորդում ոչ միայն սուրճի արկայությամբ, այլև մտերմիկ միջավայր է ստեղծում, թե ընկերական, թե գործնական հարաբերությունների դեպքում, ել չասեմ սիրային հանդիպումների ժամանակ ամեն ինչ հաճախ սկսվում է մեկ բաժակ սուրճից։ Քանի որ խոսեցինք այն մասին, որ շատ համեղ է սուրճը, որը մեզ համար պատրաստում են, հատկապես երբ դա անում են պրոֆեսիոնալները, փոքրիկ երաժշտական ընդմիջումից հետո էլի սուրճի մասին իհարկե կվերադառնանք ու կխոսենք մասնագետի հետ։ Ես չեմ սիրում դարսև սուրճը, երբ շուրջը իմ միշտ մարդիկ լուրջ են, երկար կամուրջ, դեպի անուրջ, կար ինձ ասա մի թե սեր է սա, և ինձ հետևել քեզ խորուրդ չեմ տա, և հանդիպման քեզ հետ ես չեմ գա, թող որ հիմա գախնի մնա, երբ օրը գա, ես կասեմ քեզ դա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, իմ սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, քո սերը հիմա։ Ես չեմ սիրում, երբ հոգում ութ է, չեմ ընդունում անտեղի սուտը, հիմա կարծես, արդեն գիտես, թե ով եմ ես ու եթե ուզես դու ինձ հետ տարի, իմ հոգում տոն է, ինձ հետ բարի երկը այս քոն է, սիրտին բացիր, գախնի քնոր, երկից բացի, ինչուն եմ այսօր, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, իմ սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, քո սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, իմ սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, քո սերը հիմա։ Քո սերը հիմա, 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 անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, իմ սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, քո սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը, իմ սերը հիմա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր է հերքելը հիմա։ The station with the best music. Best music. I love the music. Best music. այլ
սուրճի ոլորտում էլ մասնագիտացած եմ։ Սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրին բարիստաների հայկական ասոցիացիայի նախագահ եւ համահիմնադիր Սուրեն Դավթյանն է մեր հյուրը, բարի լույս Սուրեն։ Բարի լույս, բարի լույս։ Ճիշտ ենք ենթադրում, որ բարիստաների առավոտյան սուրճը ել ավելի համեղ է լինում եւ դուք ել ավելի թարմ եք սկսում օրը սովորաբար։ Միշտ համեղ է լինում, որովհետեւ գիտենք լավ ճիշտ ձևը պատրաստել սուրճի։ Իրականում այդպես գաղտնիք չկա, ցանկացած դրած սուրճ արդեն իսկ լավն է։ Ահա։ Հրաշալի հնչեց։ Օրը սկսում եք սուրճով, կարծում հարցը ավելորդ է այս դեպքում տալ։ Իրականում ինչ մասնագիտության է անդրադառնալը եւ հասկանալը որքանով է այն հիմա պահանջված Հայաստանում, որովհետեւ նոր տերմին է, չէ՞, մի քիչ ավելի հայերի համար։ Մենք երաժշտական դաթարի ընթացքում Սուրենի հետ հասցրեցինք խոսել, պարզվեց, որ Եվրոպայում սուրճի տարածման հարցում հայերի դերի մասին էլ ավելի շատ ինֆորմացիա ունի, նա։ Խնդրենք եթերում նույնպես պատմեք Սուրեն։ Անգլիայում նույնպես առաջին սրճարանը նաեւ բացել է հայ անունով մի կին, որի անունը որ Ռոզա է եղել։ Ահա։ Ես մի քիչ ուշոտ այդ բանը կուղարկեմ ձեզ, կտեսնեք որ էլի հայ է, որ Փարիզից է գնացել։ Այո, իհարկե։ Մենք եթերի սկզբում խոսում էինք, որ երկրում էր, երբ Վիեննայում էր, եւ ասում է Անգլիայում նույնպես մենք մերը ասել ենք։ Բարիստա տերմինը իրականում ես անձամբ վերջին տարիներին եմ հասկացել, այնքան էլ լավ չէի պատկերացնում, հաստատ նույնիսկ ունենք ասոցիացիա, հետաքրքիր է որքան ժամանակ է որ գործում են։ Գործում է 2010 թվականից, գից ունենք նաև դպրոց, որը որ հիմա վերանորոգման փուլում է, հուսով եմ շատ շուտով կբացվի, նորից կսկսենք վերապատրաստել բարիստաներին կամ պատրաստել բարիստաներին։ Բարիստա բառը մի քիչ շատ ծավալուն է, դա նաև թարգմանվում է բառի հետևում կանգնած մարդ սուրճի մասնագետ, բայց այսօր բոլորը գիտեն որպես սուրճի մասնագետ, ով որ հասկանում են սուրճից, կանաչ հատիկից մինչև բովում, մինչև պատրաստում, մինչև վերջնական սպառումը։ Ահա, լուրջ մասնագիտություն։ Շատ լուրջ մասնագիտություն։ Պատրաստելը չէ։ Այո, բավականությունը։ Հայաստանում հետաքրքրվում են։ Հիմա Հայաստանում շատ են հետաքրքրվում ու շատ է փոխվել սուրճի մշակույթը։ Եթե առաջ շատ քիչ տեղեր կհանդիպեիր սրճարաններ, ովքեր որ հենց մասնագիտացված էին, այսօր ամեն երկրորդ քայլը փոխին specialty սուրճ են մատուցում։ Եվ լուրջ մրցակցություն է։ Շատ լուրջ։ Այդ մի փոքր է, ինչպես նշեցիք, այդ մասնագիտացված սուրճ, specialty սուրճ, հաճախ երբ ընկերներիս հետ, որոնք սուրճի մեծ սիրահար են, որևէ նման սրճարան են գնում, խառնվում եմ իրար, որովհետև թվում է թե ուղղակի ամերիկանո պատվիրել է։ Դեսեք արդեն տարօրինակ է նայում, որովհետև նայում շատ տեսակներ կան, թվեր կան եւ այլն։ Սա լավ է Սուրեն, այսինքն պիտի փորձենք ուսումնասիրել այս ամենը հասկանալ եւ արդյունքում էլ ավելի լավ սուրճեր կհայտնաբերենք, թե եթե օրինակ ինձ դուր է գալիս ամերիկանոն, կարող եմ շարունակել։ Տեսեք, ինձ շատ հարցնում են թե որն է ամենալավ սուրճը, դա իմ միակ պատասխանը էս է, եթե դու խմում ես այդ սուրճը ու քո քիմքին հարմար է, դա աշխարհի ամենալավ սուրճն է։ Կապ չունի թե գնային ինքը ինչ արժի։ Դա եթե դու խմում ես ու քեզ դուր է գալիս, դա աշխարհի ամենալավ սուրճն է։ Ինչը վերաբերում է specialty-ներին, մի քիչ ստեղ արդեն բան է գնում, շատ բաներով տարբերվում է specialty-ն այն սովորական սուրճից, որը որ մենք միշտ սպառում ենք։ Այնտեղ հատուկ աճեցված միջոցներ կա, քիմիկատներ չեն օգտագործում, սուրճի փորձնելուց բալային գնահատականներ կա, որը որ պետքա գերազանցի 85-ը։ Այդտեղից արդեն ինքը գնում է դեպի specialty դասին։ Ահա, հետաքրքիր է։ Եվ այս ամենը փաստորեն ասոցիացիայի դպրոցը սովորեցնում է երիտասարդներին, ովքեր են դասավանդում եւ ընդհանրապես ինչպես են անցնում այդ դասերը, շատ հետաքրքիր է։ Դե ինչպես նշեցի, հիմա վերանորոգման փուլում է, մի քանի բան պետք է արդիականացվի, որպեսզի էլ ավելի լավ կարողանանք դասեր տալ, թե բովման սարքերն ենք ուզում ձեռք բերենք, որպեսզի բարիստաները կարողանան տեղում բովել, տեսնեն թե ոնց է սուրճը կանաչից դեպի շագանակագույն գնում, ինչ է տեղի ունենում այդ ընթացքում։ Դրա համար հիմա մի քիչ արդիականացնում ենք, շուտով երևի արդեն կբացենք։ Հետաքրքիր է ինչ որ վիճակագրություն ամեն դեպքում կա, Սուրեն, ամենաշատը հայերը ինչ սուրճ են խմում, դե այն ավանդական հայկականը չեմ հաշվում, որովհետև տանը բնականաբար հիմնականում դա ենք խմում, իսկ պատվիրելիս հայերս նախընտրում ենք ամերիկանո ավելի շատ։ Մի քիչ ծավալային ավելի մեծ է, թնդությունը իրականում թե էսպրեսոյինը, թե ամերիկանոյինը նույնն է, եթե կոֆեինի պարունակության մասին ենք խոսում, իրականում նույն կոֆեինի պարունակությունն է, ուղղակի ավելի երկար է լինում խմել, ավելի տաք է լինում, իսկ էսպրեսոն դա
մի շոթ է, այդ 30 մլ-ա, որը որ պետքա շուտ խմես ու անցնես առաջ։ Մենք ունենք մեր երկրում որակյալ սուրճ, որովհետև տարբեր զբոսաշրջիկներ գալիս են, կա որ հավանում են, կա որ չէ, որտեղից ենք ներկրում հիմնականում, եթե ունեք նման տվյալներ։ Ունենք շատ որակյալ սուրճեր ունենք, նաև լիքը արդեն ունենք այդ specialty դասի սուրճերը ներկրվում են տարբեր երկրներից, մեծ կամպանիաներ կան, ովքեր որ կանաչ սուրճը ներմուծում են ու կամ փոքր կամպանիաներ, ովքեր որ իրանցից ձեռք են բերում, բովում են ու մատուցում են։ Այսինքն պատահական չէ, հաճախ նկատել եմ, որ տարբեր սրճարաններում իրական հենց նույն բրենդերի Այո, նույն բրենդերի սուրճեր կան նաև հիմա այս տեղական շուկայում, ովքեր որ փոքր բովարաններ ունեն ու փոքր քանակներով կարողանում են բովել։ Սուրեն, մենք խոսում էինք տարբեր երկրների մասին, որոնք համարվում են ամենաշատ սուրճ սպառողը, որոշ դեպքերում կասկածում էինք, որովհետև կարծում ենք, որ մեր չափ ոչ մեկ սուրճ չի խմում, հետաքրքիր ամեն դեպքում որն է խելամիտ քանակը, վստահաբար աշխատանքի ընթացքում ունեցել եք ինչ-որ հաճախորդներ, որոնց խմած սուրճի քանակը գուցե ձեզ է զարմացրել, որն է առհասարակ սուրճի սպառման առողջ ճիշտ մշակույթը։ Տեսեք, ես օրինակ անձամբ իմ վրա եմ բերում օրինակը, ժամանակ ա եղել սրանից մոտ մի 5 տարի առաջ, մինչև ժամը 12-ը մեկը խմում էի մոտ մի 7-8 բաժակ էսպրեսո։ Դա օրգանիզմից է իրականում կախված, թե ինչքան շատ կարող ես ընդունել։ Մարդը գիշերը կարող սուրճ խմի ու քնի, մարդը ասում է ժամը 7-ից հետո մի կում կոֆե խմում եմ ու վсё։ Էլ չեմ կարողանում քնել։ Իրականում դա կախված է օրգանիզմից, թե ինչպես է այդ ամեն ինչը վերամշակվում ու եւ ազդում է քնի վրա, թե չի ազդում։ Մի փոքր ժամանակը հետ տալով հետաքրքիր է դուք ինչպես եք այս ոլորտ մտել, լինելով սուրճի սիրահար, վստահ եմ միշտ հետաքրքրել է այս ամենը ձեզ, ինչպես եղավ անցումը եւ մասնագիտացումը այս ոլորտում։ Իրականում աշխատել եմ որպես բարիստա, այդ ժամանակվանից արդեն սիրահարվել եմ այս գործին ու սկսել ենք արդեն ընկերներով որոշեցինք, որ պետքա բացենք բարիստաների ասոցիացիա եւ կարողանանք դասավանդել։ Ունենք մի ավակ ընկեր, ով որ մեզ սիրահարվեցրեց այս աշխատանքին ու սկսեցինք արդեն աշխատել միասին։ Սուրեն, հետաքրքիր է որպես բարիստա, ո՞րն է եղել ամենահամեղ սուրճը, որ դուք եք փորձել, ով է պատրաստել կամ ով է պատրաստում ձեր փորձած ամենահամեղ։ Տեսեք, այդ ամենահամեղ սուրճը ու ամենալավ պատրաստելը դա գալիս է ձեր տրամադրությունից, օրվանից է կախված։ Նույն սուրճը կարող եք ամեն օր խմել, մի օր ձեր դուրը գա, մյուս օրը դուր չգա։ Դա շատ ինդիվիդուալ է ու ձեզանից է կախված այդ օրվա սուրճը ձեզ դուր է գալիս թե չէ։ Ահա, ճիշտ է։ Ինչպես որ կտրամադրվեք։ Հաճախ լինում է, որ շատ է, չէ, հեռախոսի մեջ ենք կամ գործով ենք, խմում ենք ավտոմատ եւ չենք գիտակցում այդ պահին, որ օրինակ կամ ուտում ենք ընդհանրապես եւ լինում է, որ առավոտյան ես էլ չհասկացա, որ խմեցի եւ լինում են առավոտներ, եւ հենց ես եմ պատրաստում այդ ամեն առավոտ, շատ դուրս գալիս է, որովհետեւ ավելի կենտրոնացած եմ լինում այդ process-ի վրա։ Եվ կարողանում ես վայելել։ Եղել են նույնիսկ իմ հետ դեպքեր, երբ եղել եմ ինչ-որ սրճարանում, որը առհասարակ ինձ դուր չէր գալիս, ասում եմ դե լավ, ես ինչ եմ անում այստեղ, ինչ-որ հրավիրել էին, սա ինչ ահա որտեղ է եւ այլն, բայց սուրճը բերեցի։ Արդեն մնացածը փոխվում է։ Շատ համեղ էր, իսկապես ամեն ինչ փոխվեց եւ շատ հետաքրքիր էր։ Սուրեն անընդհատ ռիլեր եմ տեսնում հիմա վերջին շրջանում, թե բարիստաները, քանի որ սուրճը առհասարակ շատ սպառվող է եւ շատ կան սուրճի կետեր, դրանք բոլորը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս հիմնականում ունեն սոցիալական ցանցերում ակտիվ էջեր։ Եվ տեսնում ենք նաեւ մեզ սուրճ պատվիրողներից բարիստաների տեսանկյունից, ճիշտ գիտեմ, որ մարդուց հաճախ հնարավոր է լինում, այսպես ասած, գուշակել, թե նա ինչ սուրճ է խմում, կամ ինչ որ ասոցիացիաներ կան մարդկանց հետ կապված։ Տեսեք, ես ինքս որ գալիս եմ սուրճ ուզելու, մոտավորապես արդեն պատկերացնում եմ ինչ համային սուրճ իրենց դուրը կգա։ Բայց նաև կան այդ դեպքեր, որ գալիս են արդեն ռիլերի մասին, որ խոսացի, գալիս են որ կապուչինո են սարքում, շատ սիրուն լատե արտն են անում վրան, բարիստան շատ տարիներ անցկացնում է դրա վրա, որպեսզի շատ սիրուն սրտիկ լինի կամ ծաղիկի տեսքով ռոզետա լինի ու մի անգամից շաքարավազը լցնում են վրան ու խառնում են։ Պատկերացրեք, բարիստան 2-3 տարի անցկացրել է դրա վրա, թե ոնց կարելի է լավ կրեմ ստանալ կապուչինոյի ու մի անգամից շաքարավազը։ Շարունակենք սուրճի մասին խոսել դեռ եւ բարիստաների մասնագիտական հմտությունների մասին փոքրիկ գովազդային
Նորն է այսօր հոկտեմբերի 1-ը նոր ամիս է սկսվում եւ նոր համեղ արդեն տաք սուրճեր վստահ եմ կփորձենք այս ամիս զրուցում ենք բարիստաների հայկական ասոցիացիայի նախագահ եւ համահիմնադիր Սուրեն Դավթյանի հետ եւ խոսում էինք սուրճի տեսակներից եւ մարդկանցից, որոնք տարբեր սովորաբար պատվիրում են այդ տեսակները, հետաքրքիր տարօրինակ կամ հետաքրքիր զվարճալի պատմություններ լինում են սուրճի հետ կապված եւ որն է ամենատպավորիչը կամ հիշարժանը։ Ամենատպավորիչներից շատ վաղուց է տեղի ունեցել մոտ 2010-2009 թվականում, երբ որ նոր մուտք էր գործում այդ իտալական ոճը Երևանում, դա այդ էսպրեսո կոչվածն էր, որը որ մարդիկ շատ դժվար էին տանում, որ պետքա սուրճի բաժակի կիսով չափը դատարկ լինի։ Այո, դա շատ ցավոտ շատ ցավոտ երևույթ էր, ինձ թվում է հենց տեղից էլ եկա, որ ավելի շատ սկսեցին ամերիկանով պատվիրել, որովհետև դա ավելի բաժակելիքներ լինում, քան դատարկ։ Այսինքն բողոքներ էին լինում, որ կիսատ է։ Շատ բողոքներ են լինում, որ էս կիսատ է լինում։ Ընդհանրապես նույն նմանատիպ սուրճերի հետ նաև մատուցվում է ջուր, որպեսզի մարդկան բերանը թարմացնի, որպեսզի այդ սուրճի հետ համայն ստրուկտուրան ավելի ճիշտ գնահատի։ Ժամանակներ էր լինում, որ այդ ջուրը խառնում էին սուրճի հետ ու աղաղաղում էր այդ սուրճը։ Սուրեն, խոսում եք նաև բարիստաներից, կրթություն է անհրաժեշտ այստեղ, ինչպես ցանկացած լավ մասնագիտության դեպքում, ինչ կարևոր հմտությունների պետք է տիրապետեն այս մարդիկ։ Միգուցե նաև այստեղ փափուկ հմտությունների մասին է, որովհետև պետք է շփվեն մարդկանց հետ, նրանց համար սուրճ պատրաստեն։ Ինչն է կարևորը բարիստա դառնալու համար։ Տեսեք, բարիստա դառնալու համար կարևորը շատ ամեն ինչը, որտեղ սուրճի հետ կապված չնչին փոփոխությունը, դա բերում է ամենավատ սուրճն է դարձնում, էլի։ Այսինքն դա կլինի նույն բերքահավաքը, ոնց է բերքահավաք լինում, նույն այդ անձրևի գալը շատ է լինում, քիչ է լինում, հավաքելը, չորացնելը, տրանսպորտիրովկեն ոնց է կատարվում, էսպրեսո մեքենաները, աղացները եւ ամենակարևորը դա ձեռքն է բարիստայի։ Այն ամեն ինչը կարող ենթադրենք ավելի լավ լինի, բայց բարիստայի ձեռքը այդ ամեն ինչը փչացնի ու գցի ջուրը, էլի։ Վատ սուրճ սարքում։ Տրամադրություններ կարծում եմ շատ կարևոր է։ Ցանկացած, այսինքն ինչ որ սահմանափակումներ կան, թե ցանկացած տարիքի ցանկացողները կարող են դիմել եւ նաեւ լինում է սիրողական տանը պատրաստելու համար սիրողական գալի դասեր են անցնում ու գնում են տանը իրենց համար լավ սուրճ են պատրաստում։ Ես այստեղ կզարմանայի։ Պարտադիր չի, որ աշխատել, ահա։ Իսկ ինչպես կարող են դիմել, հասկացանք, որ այս շրջանում դեռ վերանորոգման աշխատանքներ են, բայց երբ արդեն պատրաստ լինի ամեն ինչ եւ վերսկսվեն դասընթացները, գուցե ինչ-որ էջեր կան, որոնց պետք է հետևել։ Էջեր կան, բարիստաների ասոցիացիայի էջ կա, կամ բարմենների ասոցիացիա, որը գտնվում է Չարլզ 48 հասցեում, կարող են դիմել այնտեղից արդեն կուղորթեն։ Ահա, այնպես որ եթե ուզում եք սուրճի ոլորտում մասնագիտանալ, կա կրթություն ստանալու հնարավորություն եւ Սուրեն գիտենք, որ նաեւ դուք ունեք սուրճի ձեր կետը, իհարկե առանց անուններ նշելու, բայց հետաքրքիր է որպես սեփականատեր, հիմնադիր, ինչ կասեք, ինչքանով է եկամտաբեր բիզնես Հայաստանում, գիտենք շատ ենք սուրճ սպառում, բայց հաշվի առնելով, որ ամեն տեղ կա սուրճ, ամեն քայլափոխի, անգամ ոչ սուրճու ոլորտում մասնագիտացված ռեստորաններն ու սրճարաններն են սուրճ առաջարկում, ինչքանով է այս ոլորտը Հայաստանում։ Տեսեք, իրականում ցանկացած աշխատանք, եթե չլինի եկամտաբեր, դա արդեն անհետաքրքիր կլինի, բնականաբար եկամտաբեր է։ Բայց այդտեղ մարդիկ շատ այլ կարծիքներ ունեն, իմանալով հանդերձ, թե սուրճի ինքնարժեքը նստում է ենթադրենք 1 դրամ, բայց վաճառվում է 100 դրամ։ Այո։ Գերշահույթ ենք ստանում, դա այդքան էլ այդպես չի, ուղղակի մեջտեղի ծախսերը այնքան շատ են, որ դա այդքան էլ բան չի լինում, բայց եկամտաբերը եկամտաբեր է, չեմ կարող ասել, որ եկամտաբեր չի։ Հաճախ ինչ որ ռեստորանի կամ սրճարանի թանկ էժան լինելը չափում ենք հենց սուրճով, չէ՞, ասում ենք այդտեղ ինչ արժե մեկ բաժակ սուրճը։ Ես անկեղծ հենց ամերիկանոյով էլ չափում եմ, որովհետև հիմնականում դա եմ, այսպես ասած, ըմբում եւ այդպես դրագինը լավ գիտեմ, հենց դա էլ նայում եմ հասկանալու համար, թե թանկ է թե էժան, Սուրեն կա սուրճի մի տեսակ կամ գուցե հենց էսպրեսոյի հիմքով, գուցե մեկ այլ սուրճ, որը ըստ ձեզ ճակերտներում ասած ափսոս է, որովհետև Հայաստանում այդքան էլ չեն գնահատում, չեն պատվիրում, ձեր կարծիքով շատ արժի փորձել, բայց մենք ուշադրություն գուցե չենք դարձնում այդ տեսակին։ Նույն այդ դասի սուրճերը, որոնք որ կոչվում են specialty, երբեմն մարդիկ այդ specialty բառը կապում են հենց այդ լավ թթվայնության հետ։
մեր ազգը մի քիչ այդքան թթված սուրճ չի սիրում, ճիշտ է, այո։ Ավելի շատ նախընտրում ենք ռոբուստա տեսակի սուրճը, որը ավելի դառն է լինում եւ ավելի կոֆեինի պարունակությունը կրկնակի ավելի շատ է, քան արաբիկայի մեջ։ Նման տիպի specialty դասի սուրճը լավ կլինի, որ խմել հենց այդ single վիճակում, այդ մաքուր վիճակում, որպեսզի ավելի լավ գնահատել իր թթվայնությունը, շաքարի պարունակությունը, մնացած եւ այլն։ Այսինքն ամեն դեպքում պիտի գոնե փորձենք, որովհետև ամեն անգամ երբ սուրճ եմ պատվիրում, ցանկացած կետում եւ երբ ինձ հարցնում են ռոբուստայի հիմքով թե արաբիկայի, ասում եմ որն էր ոչ թթուն։ Այո, ես էլ եմ այդպես։ Ամեն դեպքում, ինչպես մեր հյուրը բազմիցս նշեց, ամենալավ սուրճը այն է, որը ձեր հիմքին է հաճելի, որը դուք սիրում եք, պետք չի տրվել երբեմն այս դեպքում էլ նորաձևությանը, եթե ձեզ ակտիվացնում է հաճույք է պատճառում ավանդական սև դառը սուրճը, ուրեմն դա էլ թող լինի ձեր սիրելին, պետք չէ փորձել այդ տարատեսակ տարբեր անուններ ունեցող սուրճերը։ Շնորհակալ ենք Սուրեն, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, ձեր գործերին հաջողություն ենք մաղթում, թող շուտ վերանորոգումն ավարտվի եւ հնարավորինս շատ սուրճի սիրահարների կարողանաք մասնակցել այդ ոլորտում։ Մենք էլ հետո լավ բարիստաների ձեռքով պատրաստված համեղ սուրճ վայելենք, հատկապես արդեն հոկտեմբեր է, թող այս ամիս բոլորի սուրճերը միշտ համեղ լինեն։ Էսպրեսո երգը լսենք Սաբրինա Կարպետների։ Գրեմի արժանացած Սաբրինային ենք լսում, 477 միլիոն դիտում ունի, տեսալովակը միայն YouTube-ում, էլ չասենք այլ սթրիմինգային հարթակներում ինչքան հայտնի է այս երգը եւ շատ գեղեցիկ թեթև երգ է, չէ՞։ Ես ծիծաղեցի, որովհետեւ ուզում էի ասել դա, ես եմ էսպրեսո թարգմանելով Սաբրինայի այս հատվածը, հետո հիշեցի, որ մի բլոգեր տղա ռադիո հաղորդավարների Գևորգ ռադիո հաղորդավարների ներկրկրօրինակում մի զվարճալի վիդեոյում եւ հենց այս երգին էր անդրադարձել, ես անպայման
ուղարկեմ եւ հենց այդպես էլ հնչում էի եթերում այնպես որ դրա համար ստիպված եղա եթերում ծիծաղել վերադառնալով սուրճին եւ սուրճի մասին երգերին ու փաստերին հենց սուրճի ստեղծման մասին Սուրենը իրականում մի քանի բառով խոսեց, բայց իրականում շատերը կարծում են, որ դրանք հենց այսպես ասած հատիկներ են, բայց դրանք պտղի կորիզներ են։ Բնականաբար գիտեք, որ այսպես ասած սուրճի ծառը կա, որը իրականում մինչև 70 տարի կյանք կարող է ունենալ, եւ սուրճի այս ուսումնասիրությունները պատահական չեն, բազմաթիվ փաստեր կան սուրճի մասին, որովհետեւ նույնիսկ հատուկ դասընթաց կա, այսպես ասած սուրճի գիտություն կա, որոշ համալսարաններում կա coffee science, այսինքն սուրճի գիտություն առանձին դասընթաց, առանձին առարկա, այնպես որ պատահական չէ, որ սուրճի մասին այսքան փաստեր մեզ հայտնի են։ Վեգա, իսկ սուրճի հետ կապված կան ինչ որ red flag-եր քո համար, օրինակ բաժակի տեսք, պատրաստման եղանակը, մատուցման եղանակը կան արգելքներ, որոնց դեպքում քեզ համար այդ սուրճն անընդունելի է։ Անընդունելի չէ, երևի սուրճի դեպքում, եթե պատվիրում եմ ու վճարում եմ, փորձում եմ գոնե խմել, բայց իսկապես բաժակը ինձ համար շատ կարևոր է։ Օրինակ, եթե արևելյան սուրճ եմ պատվիրել, հայկական մեր սուրճը, այն պիտի լինի համապատասխան փոքրիկ բաժակով։ Ես չեմ սիրում, երբ այդ մեծ բաժակներով խմում են հայկական սուրճ։ Եթե պատվիրել եմ կապուչինո, այն պիտի լինի էլի համապատասխան բաժակով։ Տանել չեմ կարողանում, երբ այն երկար հյութի բաժակներով են սառը սուրճը մատուցում։ Ես կմահաճ մարդ չեմ կյանքում, բայց դա այդպես է, քանի դեռ խոսքը չի հասել, գործը չի հասել սուրճին, ինչու, որովհետև ինձ համար կան կոնկրետ մի քանի բաներ, որոնք ինձ համար շատ կարևոր են։ Սուրճը օրինակ ես չեմ կարող խմել, չեմ սիրում խմել թափանցիկ բաժակով, խոսքը սև հայկական սուրճի մասին է։ Եթե բաժակը թափանցիկ է, ես այդ սուրճը չեմ վայելում։ Չեմ սիրում, երբ սուրճը օրինակ պատրաստված է մեծ քանակով, այսինքն 10 հոգու համար, որովհետև հաստատ այդտեղ չափաբաժինները լավ հաշվարկած չեն եւ աշխատավայրում օրինակ գիտեն, որ ես նախընտրում եմ սուրճը իմ դնել ես իմ համար եւ երբ մոտենում ասում են կարող եմ ավելացնել, ասում եմ ես ձեզ համար կպատրաստեմ առանձին, բայց թողեք ես իմ չափաբաժինը ունենամ եւ կա մի կարեւոր սահմանագիծ սերի հետ կապված, պետք է ոչ շատ սերով լինի ինձ համար սուրճը, ոչ էլ ընդհանրապես առանց սերի, այդ երկուսի արանքում մի թեթև պետք է վրան սեր լինի։ Շատ հետաքրքիր է, այ հիմա որ ասացիր, հասկացա, որ սև սուրճի դեպքում չեմ սիրում, երբ այն շատ խիտ է, երբ այդ տեքստուրա կոչված սուրճի հնարավոր է լինում զգալ, այ դա չեմ սիրում։ Այո, այնպես որ փաստորեն իմ դեպքում նույնպես կա, իսկ բաժակի հետ կապված ես հենց նոր հասկացա, այսինքն հիշեցի, որ ես ջրի հետ նման մի բան եմ, եթե ջուր եմ խնդրում, այն անպայման ինձ պետք է տալ թափանցիկ ապակյա բաժակով, այո։ Ես տանել չեմ կարողանում չթափանցող այդ կերամիկայից բաժակներով ջուր խմել, կարող եմ պարզապես դնել սեղանին, եթե նույնիսկ հյուր եմ, ամոթից ելնելով մի կումանել, բայց չեմ խմի, որովհետև նախընտրում եմ թափանցիկ բաժակով։ Եվ մի կարևոր բան էլ մենք բոլոր մատուցողներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին, երբ օրինակ սրճարանում մենք պատվիրում ենք սուրճ եւ քաղցր, դա ենթադրում է, որ պետք է համատեղ մատուցել, այլ ոչ թե օրինակ սկզբում բերում են սուրճը եւ ահա մի բան էլ կար, որ շատ եմ կարեւորում, պետք է տաք խմեմ այն, եթե տաք սուրճի մասին է խոսքը, երբ արդեն հովանում է, դուրս չի գալիս, հաճախ լինում է բերում են սուրճը, ստիպած խմում ես, հետո նոր քաղցրավենիքը կամ հակառակը, սկզբում քաղցրն են բերում, երկար պետք է սպասես մինչեւ սուրճը գա, դրանք սովորաբար իրար հետ են մատուցվում, որովհետեւ մարդը սիրում է քաղցր եւ սուրճ։ Բայց սևակ այստեղ մի տարօրինակություն էլ ես ասեմ, վստահ եմ շատերը կզարմանան, այո, սև սուրճի դեպքում ես շատ եմ սիրում սառած սև սուրճ։ Նույնիսկ երբեմն կարող եմ հիմա շատերը ինձ կդատեն նախորդ օրվա, կարող եմ նույնիսկ շատ եմ սիրում սառը ամբողջովին սառած սև սուրճ եւ դրա բույրը ինձ համար մի տեսակ էլ ավելի լավն է, չգիտեմ ինչու։ Ես երբ փոքր էինք, երազում էինք, որովհետև տեսնում ենք ծնողները խմում են, մենք էլ մասնակցեինք այդ ամեն ինչին։ Իհարկե, չի կարելի փոքր տարիքում, բայց դինում էր, որ այսպես ապսեյով, չէ, մի քիչ լցնում էին, խմում էին կամ ձև էինք բռնում, մրուրը ջրով բացում էինք եւ իբրև թե մենք մեծ ենք, մենք էլ ենք սուրճ խմում, չգիտենք, որ մեծանալ այդքան էլ լավ բան չէ։ Այդքան էլ լավ բան չէ եւ մրուրի մասին խոսելով մենք մի հետաքրքիր ավանդույթ բաց թողեցինք, որ տարիներ շարունակ սուրճի հետ, թե հայ
Հայաստանում թե արտերկրում ինչ որ գուշակություններ Արևելքում այո, արևելքում կապ ունեն, վերջերս լսել եմ, որ շատերը նույնիսկ ChatGPT-ին են խնդրում իրենց սուրճի մրուրը նայի եւ ինչ որ բաներ գուշակի ապագայի հետ կապված, բնականաբար մեծացել են, ել նման բաների չենք հավատում, բայց ինձ համար դրանք այսպես ասած տենց անմեղ ավանդույթներ են, շատ ծանր չեմ տանում եւ երբ շատ լուրջ չես վերաբերվում, պարզապես ժամանցի եւ հումորի համար, հիմա երբ հիշում եմ, հաճելի հիշողություններ են մանկությունից, պարզապես։ Մեկնաբանություն ունենք, Անին Կարապետյան Facebook-ում գրել է բարի լույս, սուրճը փորձեք նաեւ դարչինով։ Ահա, հետաքրքիր համադրություն է, խորհուրդ տալիս։ Կապուչինոն են փորձել անկեղծ ասած, իսկապես այո։ Վրան լցնում են, շատ համեղ է լինում եւ ես միշտ ուզել եմ փորձել, ամեն անգամ չի ստացվել, չգիտեմ ինչու վերջին անգամ երբ արտերկրում էի աշնանը չփորձեցի այդ pumpkin spice latte, չէ՞ ասում, դդմի համեմունքով լատեն, գուցե այս աշուն պետք է անպայման դա նույնպես փորձենք, եթե Ամերիկայում է հայտնի, չէ՞։ Այո, եւ ես չգիտեմ ինչու վերջին անգամ հատկապես երբ աշնանն էի, ժողովրդական լեզվով ասած չֆայ մերսի։ Արդեն Հայաստանում էլ կա շատ սուրճի կետեր, այո, սրճարաններ առաջարկում են, այնպես որ արժե փորձել։ Շարունակենք մեր եթերը, արդեն եթերաժամի հաջորդ հատվածում առաջարկում եմ թերթել լրահոսը, տեսնել ինչ կա չկա աշխարհում, իսկ հիմա քանի խոսում ենք սուրճից, լսենք նաև երջանկության մասին երգ Pharrell Williams Happy. By the way, because I'm happy. Clap along if you feel like a room without a roof. Because I'm happy. Clap along if you feel like happiness is the truth. Because I'm happy. Clap along if you know what happiness is to you. Because I'm happy. Clap along if you feel like that's what you want to do. Here come bad news talking this and that. Yeah. Well, give me all you got and don't hold it back. Yeah. Well, I should probably warn you, I'll be just fine. Yeah. No offense to you, don't waste your time. Here's why. Because I'm happy. Clap along if you feel like a room without a roof. Because I'm happy. Clap along if you feel like happiness is the truth. Because I'm happy. Clap along if you know what happiness is to you. Because I'm happy. Clap along if you feel like that's what you want to do. Hey, go, bring me
Սուրճ ու սեր առավոտից։ Հոկտեմբերի 1-ն է, վերադառնում ենք եթեր, այո, իրականում այո, աշունը էլ ավելի խորանում է, բայց բարեբախտաբար եղանակը շարունակում է լավը մնալ, իսկ աշխարհը շարունակում է քննարկել թերևս սեզոնի, եթե չասեմ տարվա, ապա այս սեզոնի հարսանիքը, գիտեմ, որ օրեր առաջ մի քան որոշ մանրամասներ արդեն սևակ ներկայացրել եք դուք եւ Լուսինեն եթերում, Սելենա Գոմեսը իմ շատ սիրելի ամուսնացավ օրեր առաջ, բայց քանի որ ամեն ինչ շատ այսպես ասած փակ դռների ետևում էր տեղի ունենում եւ զույգը կարողացել էր շատ փակ պահել, լուսանկարներ պապարացիական գրեթե չկան, աշխարհը այսպես ուշադիր հետևում է հենց Սելենայի անձնական Instagram-ին, որպեսզի ինքը հրապարակի եւ ինչ որ նոր մանրամասներ կարողանան իմանալ, բնականաբար բոլորին շատ հետաքրքրում էր Սելենայի կրած գեստը, Ralph Lauren էր կրում Սելենան, ընդ որում ոչ թե մի զգեստ էր, այլ 2-3 զգեստի մասին էր խոսքը, 3 ավելի կոնկրետ զգեստ է կրել Սելենան եւ զգեստներից մեկը ավելի քան 300 ձեռքով ամրացրած ծաղիկներ ուներ ժանյակից, հրաշալի զգեստ էր պարզապես շատ գեղեցիկ եւ ամբողջ աշխարհը շնորհավորում էր Սելենային, ներկաները պատմել են, որ դե գիտենք, որ քչերին է այսպես ասած տրվում պատիվը ելույթ ունենալու եւ իրենց մտերիմ ընկերներից Taylor Swift-ին եւ Ed Sheeran-ին էին փաստորեն այդ պատիվը վստահել Սելենան եւ Benny Blanco-ն նրա ամուսինը, Սելենայի զգեստը նաեւ ուներ հենց ամուսնուն նվիրված փոքրիկ գրառում մի խոսքով եւ շատ հետաքրքիր է, որ Սելենային իրենց Instagram-յան էջում շնորհավորել էին նաեւ Barney մուլտֆիլմի դինոզավրի մասին պատմող Barney and Friends, այսպիսի մանկական շոու կար, որտեղ Սելենան խաղացել է դեռ 5-6 տարեկանում եւ այս դինոզավրիկը իր էջում շատ հուզիչ մի գրառում էր արել այն մասին, որ այս 5-6 տարեկան աղջնակը, որը ժամանակին դինոզավրիկի հետ նկարահանվում էր Disney-ում, այսօր 33 տարեկան է եւ ամուսնացավ։ Մի խոսքով շատ լավ է, երբ մարդն իրեն այնպես է դրսևորում, նույնիսկ մեդիա ոլորտում, նույնիսկ այդքան հայտնի լինելով, որ երբ գալիս է նրա երջանիկ օրը, ամբողջ աշխարհը ուրախանում է նրա հետ միասին։ Կարծես տան աղջիկը լիներ բոլորիս, հատկապես հաշվի առնելով այն դրամաները, որոնց միջով նա անցավ եւ անցնում էր վերջին տարիներին, բոլորը սպասում էին նրա երջանիկ ամուսնությանը, ինչը եւ եղավ եւ այո, նրանց հրապարակումը շարունակում է միլիոնավոր հավանումներ ստանալ։ Կարծես Taylor Swift-ի նշանադրությունից հետո երկրորդ ամենամեծ իրադարձությունն էր վերջին շրջանի, բայց մարդիկ ինչեր ասես, որ չեն անի հանուն ամուսնության, օրինակ Կալիֆոռնիայում 42-ամյա բնակչուհին, որը Լիզա Կատալանո անունն ունի, հավատում է սեր առաջին հայացքից արտահայտությանը եւ մեծ ներդրում է կատարել իր ընտանեկան կյանքի մեջ։ Նա կյանքի ուղեկից գտնելու փորձերի շրջանակում 12 թվային գովազդային վահանակներ է վարձակալել, բանիերներ, ինչպես ասում են, եւ հայտնի 101 մայրուղու երկայնքով գովազդել է այն մասին, որ ինքը ցանկանում է ամուսնանալ, նրա պատկերել է իր լուսանկարը եւ Mary Liza Get.com, ահա, նաեւ այսպեսի կայք ունի։ Ամուսնացիր Լիզայի հետ Get.com, եթե թարգմանենք։ Նա իդեպ վինտաժային հագուստի սեփականատեր է, հասարակ մեկը չէ, բիզնես ունի եւ որոշել է դիմել այս անսովոր մեթոդին, որպեսզի կարողանա վերջի վերջո մի շարք անհաջող հարաբերություններից հետո ամուսնանա եւ երջանիկ լինի։ Գովազդային արշավը իդեպ մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, վահանակները ծածկում են Սանտա Կլարայի եւ Սան Ֆրանցիսկոյի միջև ընկած 45 մղոն մայրուղին եւ տեղադրվել են հատկապես նաեւ տաքսիների տանիքներին։ Այ քեզ բան, այ քեզ կտրուկ միջոցներ եւ ծայրահեղ մեթոդներ, որոնց փաստորեն մարդիկ պատրաստ են դիմել ամուսնանալու համար։ Իդեպ ամեն երկրորդ նախադասությունը, բարբերությունը առավել զվարճալի է, նա պնդել է, որ սա կատակ կամ հնարք չէ, ես ուղղակի ուզում եմ ամուսին գտնել։ Իրականում դե եթե շատ անկեղծ հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատերը իրենց սոցիալական ցանցերում իրենց էջերն են օգտագործում, հայտարարություններ են տալիս, այս մարդու ֆինանսներն էլ ներել է, որ գովազդը մեկ այլ հարթակ տեղափոխի եւ ինչ արած։ Իդեպ շատերի համար այո, երազանք է լինել քաղաքում գովազդային վահանակների։ Իմ համար նույնպես, այո, ցերցակիմ երազանքներից մեկն է լինել գովազդային վահանակի, դեռ մանկուց երազել եմ եւ վերջին տարիներին նույնիսկ ընկերները շատ լավ իմանալով, որ դա իմ այդպես մանկական երազանքն է, նույնիսկ ասում էին, դե ունեմ ընկերներ, որոնք կարող են իրականացնել դա, օրինակ, չգիտեմ, նկարահանվել հենց իրենց արշավների համար, բայց ես ասում եմ, որ ոչ, իմ երազանքի կարևոր մաս է կազմում, որ դա այսպես ասած իսկապես լինի, բնական լինի։ Ես իսկապես ինչ որ ընկերությունից նման
նման առաջարկ ստանամ, տեսնենք։ Ժամանակներն այնպես Եթե են, որ լսում եք այո։ վեգային, կարող եք նրա այս առաջարկը դիտարկել։ Իդեպ ասացի, հիշեցի ամիսներ առաջ մեր հայ բլոգերներից մեկը Մայրիկի հետ հենց տեսանյութ էր նկարանել մետրոյում, երբ կար իր գովազդը, եւ շատ հուզված էր, որ եկել է այդ օրը, երբ օրինակ նրան այդ քաղաքային գովազդային վահանակի վրա են պատկերել։ Չէի մտածել այդ ուղղությամբ, բայց ինչ որտեղ այո, հաճելի բան է։ Մանավանդ մեր բլոգերների, ինֆլուենսերների դեպքում նրանցից շատերը վերջին տարիներին են հայտնիություն ձեռք բերել, օրինակ երգիչների, արտիստների դեպքում դա ինչ որտեղ բնական է, փոքրուց նրանք այս ամենի մեջ են, բայց հաշվի առնելով, որ սա նոր ոլորտ է աշխարհում եւ ինչքան արդեն հայտնի են դառնում այդ մարդիկ եւ ինչքան շատ են ներգրավում գովազդային արշավներում, ինչ որտեղ դա նաեւ ոչ նրանց մանկության երազանքն է։ Իսկապես, այո, ես նույնպես նման երազանք ունեմ եւ Սևակ, քանի որ գիտեմ, որ շատ կարեւոր իրադարձությունն է սպորտի ոլորտից, որի մասին մեզ պատմելու ես, մի փոքրիկ լուրել ես ասեմ, երեք ասում էի, որ բազմաթիվ խաղեր կային, կարծես թե ամենատպավորիչը, այսպես ասած, Ռեալ Մադրիդի խաղներ եղել Ղազախստանում, ղազախական թիմի հետ եւ հետաքրքիր էր, որ խաղից առաջ Ռեալ Մադրիդի թիմը ստիպված էր եղել ավելի քան 12 ժամ լինել օդանավում, թռնել, գալ, բայց դա նրանց մեղմ ասած չէր խանգարել, որովհետև խաղն ավարտվել է 0-5 հաշվով, իօքուդ բնականաբար իսպանական թիմի գոլերից 3-ի հեղինակը իդեպ Կիլիան Մբապեն է դարձել, ինչը դե իհարկե նույնպես զարմանալի չէ եւ շատ նոր աստղն է ֆուտբոլի։ Այո, նոր աստղն է ֆուտբոլի եւ բնականաբար դե Ղազախստանում Ռեալ Մադրիդին շատ սիրել են, շատերը մանկուց սպասել են, բայց կարևոր մի հանգամանք է, որ նրանք երկրպագում էին իրենց թիմին, երբ խաղում էր թիմը Ռեալ Մադրիդի դեմ, չնայած պարտությանը։ Այո, դե դա բնական է, հաշվի առնելով ինչ լեգենդար ակումբ է հյուրընկալվել, նման մի դեպք էլ մենք չէ Հայաստանում ունեցանք։ Այո, հենց դա է, որ իրենց մոտ լրիվ հակառակներ, չնայած այն բանին, որ իրենք բնականաբար շատերը հենց ֆուտբոլիստ են նույնիսկ դարձել Ռեալ Մադրիդին երկրպագելով, միևնույնն է, երբ խաղում էին իրենց թիմի դեմ, նրանք հենց իրենց սեփական թիմին էին երկրպագում։ Ահա, այսքան այսօր շատ խոսեցինք սուրճներ թեման, մի թեմա, որի մասին անվերջ կարող ենք խոսել, զրուցել, հիշեցնենք այսօր հոկտեմբերի 1-ն է, մի փոքր ցրտում է եղանակը, իդեպ անձրև է նաև կանխատեսվում մայրաքաղաքում, տանից դուրս գալուց չմոռանաք անձրևանոցի եւ տաք վերարկուի մասին, իսկ մենք կհանդիպենք վաղը, օրվա ընթացքում չմոռանաք ձեր սուրճի չափաբաժինը ճիշտ պատրաստել եւ ընդունել։ Լավ օր ենք մաղթում բոլորիդ։ Siempre que te pregunto que cuándo, cómo y dónde, tú siempre me respondes, quizás, quizás, quizás. Y así pasan los días y yo desesperando y tú contestando, quizás, quizás, quizás. Estás perdiendo el tiempo pensando, pensando por lo que más tú quieras. ¿Hasta cuándo? ¿Hasta cuándo? Y así pasan los días y yo desesperando.